Տվյալ վիդեոյի նպատակը հիմնականում ցույց տամ իմ դեպոզիտի ռազգոնը, ընկերներ ջան, ինչպես է կատարվում իմ մոտ դեպոզիտի ռազգոնը, ինչպես եմ ես առաջ ընթանում, այդ ամեն ինչը ցանկանում եմ ձեզ ցույց տալ, միասին խոսենք ընդհանուր դեպոզիտի ռազգոնի մասին, այս թեմայով խոսել եմ արդեն։ Ընկերներ ջան, ուրեմն եկեք մտնենք մեր պրոֆիլը, այսինքն մեր աշխատանքային պրոֆիլը, որտեղ որ երևում է ամբողջովին մեր ստատիստիկան։ Ընկերներ ջան, ուրեմն տեսեք, սա այս պատուհանում երևում է ընդհանուր իմ պրոֆիտը, ընդհանուր իմ գործարքները, անցողականությունը, ընդհանուր ամեն ինչը։ Այս պրոֆիլը ես ստեղծել եմ օգոստոսի 21-ին թե 22-ին, այստեղ եկեք նայենք օգոստոսի 21-ին։ Օգոստոսի 21-ին, 20-ին երևի ստեղծել եմ, 21-ին արդեն երկուշաբթի ա եղել ու անցել եմ աշխատանքի, կամ օգոստոսի 22-ին էր արդեն երկուշաբթի ու անցել եմ արդեն աշխատանքի։ Պրոֆիլս փոխեցի, որպեսզի ստանամ ստատուսը, VIP ստատուսը։ Սա ստանալու համար անհրաժեշտ էր ստեղծել նոր պրոֆիլ, որի համար պետք է արվեր, չգիտեմ, այնտեղ ինչ-որ նոր վերիֆիկացիա, ինչ-որ դեպոզիտ պետք է անեի, նախորդ պրոֆիլում այդ մեծ քանակով դեպոզիտ չէի արել, գումարած դրան կային որոշակի խնդիրներ, այնտեղ VIP ստատուսը ստանալ հնարավոր չէր, այդ իսկ պատճառով ես փոխեցի պրոֆիլս, հինը ջնջեցի, բացեցի նորը, նոր պրոֆիլը բացելուց հետ միասին սահմանեցի նոր, այսպես ասած, նպատակ, նոր ֆինանսական նպատակ, ընկերներ ջան, այստեղ արել եմ դեպոզիտ $50,000 և նպատակցա 20 անգամ այն մեծացնել, հասնել այնպիսի արդյունքի, որ ինձ մոտ դեռ չի եղել, ընկերներ ջան, այդպիսի նպատակ սահմանեցի ես, արեցի այստեղ $50,000 դեպոզիտ, ու հիմա եկեք տեսնենք ինչպիսի ընթացք է ունեցել։ Ուրեմն առաջին ամիսը մինչև օգոստոսի 22-ից սեպտեմբերի 22-ը բնականաբար կա առաջնային նպատակը ըստ Money և Risk Management-ների ստանալ 80-85% պրոֆիտ, մինիմալ ռիսկերով, 1% ռիսկով, ընկերներ ջան։ Ուրեմն տեսեք, ընթացքը այսպես ես առաջ տանեմ ու դուք կարող եք արդեն ընդհանուր տեսնել ինչպես է աստիճանաբար արդեն իմ դեպոզիտը այստեղ աճել, իմ պրոֆիտը ավելի կոնկրետ, սեպտեմբերի 22-ին արդեն ընկերներ ջան, եկեք տեսնենք, սեպտեմբերի 22, եկեք վերցնենք սեպտեմբերի 23, սեպտեմբերի 23-ին արդեն ես արել եմ կոնկրետ $42,000 պրոֆիտ, դրանով փակել եմ արդեն ամիսը, այսինքն այսքան ցիկլը, մեկ ամիսը արդեն փակվել է, մեկ ամսվա ընթացքում պրոֆիտս կազմել է $42,000, $50,000-ի 80%-ը, ընկերներ ջան, դեռ մի փոքր էլ ավել, որից հետո արդեն իսկ եթե տվյալ ամիսը փակում ենք, բացվում է նոր ամիս ու $90,000 սկզբնական դեպով ես շարժվում եմ առաջ, $90,000-ի 80%-ը արդեն մինչև սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 23-ը դրված հաջորդ նպատակն է, $90,000-ի ընկերներ ջան 80%-ը կազմում է $70,000, $72,000, այսպես մոտավորապես ասեմ, ընկերներ ջան, հիմա եկեք տեսնենք հաջորդիվ ինչպես է շարժվել իմ աշխատանքը, սեպտեմբերի 23-ին ուրեմն ֆիքս ունենք $42,000 պրոֆիտը ու շարժվում ենք առաջ, այսօր արդեն հոկտեմբերի 6-ն է, ընկերներ ջան, մենք ունենք $115,000 պրոֆիտ, $115,000-ից եթե ես հանում եմ $42,000, ստացվում է $73,000 և դեռ ընդհանուր ամիսը ես չեմ փակել, սակայն իմ ընդհանուր պրոֆիտը մինիմալ 80%-ը արդեն կա, իմ դեպոզիտի ռազգոնը ընդհանուր, որ այսպես արագ է ընթանում, դրա հիմնական պատճառը նա է կանում, ընկերներ ջան, որ օրինակ եթե իմ դեպոզիտը $50,000 է, սկզբնական գործարքը ես բացում եմ $500, եթե $60,000 է, ես բացում եմ $600 ու այդպես արդեն շարունակում եմ, շատացնում եմ, եթե օրինակ արդեն $100,000 է, բացում եմ $1,000, ընկերներ ջան, $1,000-անոց գործարքներ
$110,000, բացում եմ $1,100 գործարքներ, այսպիսով համ սա այսպես ասած ապահովագրությունը ստրախովկայա այդ ամսեկան պլանը կատարելու համար, համ հավելյալ ինչու ոչ money management-ի սահմաններում հավելյալ այսպես ասած տոկոսային եւ պրոֆիտը շատացնում է դա չի խանգարում ընկերներ ջան մի խոսքով տվյալ պահին կա այսպիսի արդյունք տվյալ պահին ունենք այսպիսի պատկեր ընկերներ ջան Այսօր եւս եղել է աշխատանք, արել եմ արդեն 2 սեանս, կարող եք տեսնել մեր աշխատանքները, ունեցել ենք բարդ աշխատանքային օր, առաջին սեանսը 14:00 եղել է բարդ, հետո փորձնական արել եմ 1 սեանս 16:00, որը որ 4+ է եղել իդեալական ու հիմա հաջորդ սեանսը արդեն սպասում եմ լինելու է 2 ժամից 20:00 Ընկերներ ջան, սա մեր ընդհանուր այսօրվա պատկերն է, փոքր-ինչ այո դագոններով ենք շարժվել, բայց այս բոլոր գործարքները նաև ասում եմ այստեղ, բացում եք իմ հետ, կրկնում եք իմ գործարքները, ընդհանուր այսօր բավականին պրոֆիտ ունեմ, տեսեք, ամսվա մեջ 1-2 այսպիսի օր որ լինում է, արդեն շատ այսպես ասած առաջ է գցում իմ ռազգոնը դեպոզիտի, քանի որ լավ օր, երբ տեսնում եմ լավ օր է, տվյալ օրը շուկան գտնվում է լավ վիճակում ես այդ օրը շատ եմ աշխատում, այսպես ասած, որպեսզի այն բարդ օրերը կամ բաց թողնեմ, կամ այդ բարդ օրերը քիչ աշխատեմ, ընկերներ ջան, այսպես ասեմ, որ պատկերացնեք արդեն։ Այսօր ունեմ այսպիսի արդյունք, դեռ 1 սեանս էլ պետք է անցկացնենք, դեպոզիտի ռազգոնը աստիճանաբար պետք է աճի։ Հաջորդ իմ նպատակը, ընկերներ ջան, առաջին անգամ արել եմ $10,000 դեպոզիտ ու $10,000-ից հասա բավականին լավ արդյունքի, երկրորդ անգամ արեցի $50,000 դեպոզիտ, ընկերներ ջան, ու արդեն հասել եմ տվյալ անգամ վատ արդյունք չէ, այստեղից մոտավորապես $50,000 կանխիկացրել եմ, այսինքն եթե ես ունեցել եմ սկզբնական դեպոզիտ 50,000, ունեմ $100,000 պրոֆիտ, $115,000 պրոֆիտ, $50,000 էլ ես կանխիկացրել եմ ընկերներ ջան, ու այսպես արդեն առաջ եմ շարժվում, ցանկանում եմ ունեմ նպատակ անել 20 անգամ իմ սկզբնական դեպոզիտից մեծ դեպոզիտ, այնպիսի թվեր են, որոնց որ ես դեռ երբեք չեմ հասել, ինչպես եւ բոլոր սկսնակները կամ միջին թրեյդերները, որոնք որ, չգիտեմ, ունեն ներքին վառվող ցանկություն, այս ամեն ինչով աշխատելու, սովորելու, այստեղ հմտանալու, այս մասնագիտությունը յուրացնելու, ես անցել եմ այդ էտապները, ընկերներ ջան, ու կարող եմ ասել, որ սկզբնական էտապներում իմ համար եւս բավականին դժվար էր, ես գիշերները քնելուց մտածում էի թրեյդինգի մասին, առավոտը արթնանում էի, աչքերս բացում էի, մտածում էի թրեյդինգի մասին, ամեն օր փորձում էի, անում էի, փորձում էի դեմո հաշվով, այստեղ ինչպես գիտեք կա նաև դեմո հաշիվ, ունենք ռեալ հաշիվ, դեմո հաշիվ, որը որ բրոկերի կողմից տված միջոցներ են, դրանով աշխատելով ոչ կորցնում եք, ոչ աշխատում, աշխատել եմ աշխատում էի դեմո հաշվով, աշխատում էի ռեալ հաշվով, ունենում էի մինուսներ, ունենում էի բավականին լավ պրոֆիտներ, բայց նաև մինուսներ, մինչև որ արդեն սկսեցի կամանց հասկանալ, ինչա risk management-ը, ինչա money management-ը, ուշադրություն դարձնել այնպիսի կարևոր բաների, որոնց մասին գրեթե մոռացել էի, մոռացված հիմունքների մասին սկսեցի արդեն շատ ուշադրություն դարձնել, իմ ասածի բուն միտքը կանում է նրանում, ընկերներ ջան, որ տվյալ պահին էլ, տվյալ շրջանում, երբ ես սահմանել եմ նոր նպատակ անել նման մեծ դեպոզիտի ռազգոն ու հասնել նման լավ արդյունքների, այդ անհանգստությունը տագնապը ամեն դեպքում ու այդ նպատակին ձգտելը իմ մոտ կա, այնպիսի զգացողություններ ինչպես որ դուք եք զգում, ուղղակի դուք դա զգում եք դեռ, չգիտեմ, սկզբնական դեպի այդ աշխատելուց, դեռ թրեյդեր դառնալուց, ես դա հիմա զգում եմ ու կարելի ասել զգում եմ դրանից 2-3 անգամ ավելի էմոցիաներ ու զգացողություններ տվյալ պահին, երբ ես փորձում եմ արդեն իմ դեպոզիտս կոնկրետ շատ լավ ռազգոն անել։
Մաղթում եմ ընկերներ ջան բոլորին եւ սկսնակներին եւ ինչու՞ չէ նաեւ արդեն այն թրեյդերներին, ովքեր որ ունեն փորձ, մաղթում եմ սահմանել նպատակ եւ հասնել իրենց նպատակներին։ Այդ անհանգստանալը, տագնապը, էմոցիաները եղել են, կան, ուզում եմ ասեմ, ինձ մոտ մինչեւ այսօր էլ դեռ կան, ընկերներ ջան, փորձեք հասկանալ ուղղակի ընդհանուր այս ոլորտը, այս ոլորտի նյուանսները, այս ոլորտի թաքնված պահերը եւ կամանց սահմանեք նպատակներ ու այդ նպատակներին արդեն հասեք ընկերներ ջան։ Դեպոզիտի ռազգոնը կատարում եմ տվյալ կերպով, երկու անգամ իմ ամբողջ տրեյդինգի կարիերայի ընթացքում հասել եմ $100,000, $100,000-ից 1000 դեպոզիտով սկսել եմ, հասել եմ $100,000 եւ անցել եմ, նպատակս արդեն իսկ սահմանված է ու արդեն աստիճանաբար ես շարժվում եմ տվյալ նպատակին, կարծում եմ ընկերներ ջան 1 ամիս արդեն սկսել եմ, 5 ամիս անց կամ այսպես ասած ավանսով եւս 1 ամիս եթե վերցնեմ 6 ամիս տվյալ պայից սկսած ես այդ նպատակը կկատարեմ ֆինանսական ու այդ ամեն ինչը այդ գործարքները, որոնք որ ես անում եմ, որոնք որ ես բացում եմ այդ նպատակի իրականացման համար, High Trading Signals Telegram-յան ալիքում ընկերներ ջան, post-ում եմ դուք ինձ այդ on-line ռեժիմով միասին բացում եք նախորդ վիդեոն իմիջայլոց հենց դրա մասին։ Եթե կան հարցեր, հոգեբանական աջակցություն, չգիտեմ, այստեղ սովորելու ինֆորմացիայի աջակցություն, թեկուզ անալիզի մասին ինչ որ տեղեկություն, ես միշտ պատրաստ եմ ընկերներ ջան, կիսվել իմ ողջ գիտելիքներով, ինչ գիտեմ, ինչ փորձել եմ իմ փորձով թեկուզ կիսվեմ, իմ գործարքներով, իմ գիտելիքներով, այդ ամեն ինչով ես պատրաստ եմ կիսվել, ներքևում կոմենտներում կամ նկարագրության բաժնում կլինի իմ Telegram-ը, անմիջապես ես եմ պատասխանում նամակներին։ Շնորհակալ եմ բոլորիդ ընկերներ ջան, որ դիտեցիք, հետևություն արեք ամեն դեպքում, ուշադիր եղեք իմ խոսքերին, եթե կլինեն հարցեր գրեք ինձ, բաժանորդագրվեք, որպեսզի ես ամբողջ ընթացքը տեսնեք, ես մեծ սիրով ցույց եմ տալիս ձեզ, ցույց եմ տալիս իմ անկեղծ ռեզուլտատը, իմ առանց որևիցե մի բան թաքցնելու ընկերներ ջան։ Շնորհակալ եմ բոլորիդ եւս մեկ անգամ,